Առավոտվա ժամի 9-ից մինչև հիմա ես ստեղ եմ, ճղեցի թուղթը գնում եմ։ Մարդկանց առողջությունն ապահովագրեցին, հերթերը ապահովեցին։ Դատելով Արմեդի տվյալներից, բժիշկներն անգամ հանգստի ժամանակ չունեն։ Հարյուրավոր մարդիկ գրանցվում են բժշկի մոտ, բայց ազատ օր չկա։ Հերթերը շաբաթներով առաջ են։ 339 համար, 339 հոգի մտել է, ես զարմանում եմ։ Մի հատ էլ դուք ինձ ասեք, ես երկրորդ կարգի աշխատամ եմ, 4 հատ արդեն օպերացիա եմ տարել, առավոտվա դեղերցեց չխմեցի, եկել եմ ստեղ, որ յանթե մի բանով շուտ առաջ, բայց դա առնելով բանը։ Ես վերցրեցի հերթագրման կտրոնը 240-ը, հերթագրումը դեռ 120 քանիսի վրա էր, մոտ 100 հոգի, ու դա տևում է ոնց իմ հաշվառումը եղավ 10 րոպեում 7-8 հոգի, այսպես։ Ճիշտ է, հերթագրումով գնում գալիս էինք, շատ ենք չարչարում գնում գալի, բայց համբերատար տանում ենք այդ ամեն ինչ։ Բայց քաղաքացիներին միայն հերթերը չէ, որ նյարդայնացնում են։ Կա նահազանգեր, որ բժիշկը հետազոտությունից հետո քաղաքացուն ուղղորդում է անալիզ հանձնելու, իսկ դա արդեն վճարովի է, թե անվճար, ամբողջ պոլիկլինիկան է փորձում հասկանալ, ընդունարանի աշխատակցից մինչև փոխտնօրեն։ Մեզ հայտնի դարձած դեպքում, երբ նախապես հավաստիացրել էին, որ անալիզը պետք է լիներ անվճար, քաղաքացուց 8000 դրամ են պահանջել։ Ժամերով հերթերում սպասող մարդիկ նշում են, որն է վճարովի, որը անվճար, դեռ պոլիկլինիկաներում էլ չեն կարողանում պարզել։ Կան դեղորայք, որոնք հավելավճարումներով են։ Ամենօրյա ճնշման։ Անվճար լիներ թոշականորների դեպքում շատ լավ կլիներ։ Դե բաներ կա, ասենք դեղորայք հավանա, օրինակ եկել է մաչկը, նենց բաներա, որ վճարովի չի։ Պիտի մենք վճարենք։ Այստեղ մի կարգավորում էլ կա։ Ապահովագրված հիվանդին բժշկական օգնություն չցուցաբերելու համար պատասխանատվություն է նախատեսվում, ըստ վարչական իրավախախտումների մասին օրենքի։ Տուգանվում է ոչ թե պոլիկլինիկան, այլ հենց բժիշկը։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։